այս 5 տարվա ընթացքում ինչ ասես, որ չենք տեսել։ 18 թվականին երբեք չենք կարող մտածել, որ այսպիսի արհավիրքներ ենք տեսնելու, նվաստացում ենք տեսնելու, օրենքների խախտումներ ենք տեսնելու։ Իսկապես մեր մտքով դա չէր անցնում, բայց արի ուտես այդ ամենը եղավ պատճառների մասին կարող ենք երկար խոսել եւ դեռ կխոսենք, բայց այս պահին ես ուզում եմ մի փոքր նայենք դեպի ապագա։ Իսկ ապագայում մեզ սպասում են ընտրություններ։ Հունիսի 7-ին հեռու չեն։ Շատ դժվար ընտրության առաջ է կանգնած մեր ժողովուրդը։ Շատ դժվար։ Իսկապես, որ նայում ես քաղաքական դաշտին, տեսնում ես բազմազանություն, բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել։ Ես չգիտեմ, կարող է 30-ի հասնի այդ թիվը։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, տեսնում ես, որ ամենը այդքան էլ հեշտ չի, այդքան էլ պարզ չի։ Ամենտեղ կա ստորգետնյա ջրեր։ Եվ օրինակ, մի կուսակցություն մեկը ասում է, ես խաղաղություն եմ բերել։ Ինձ որ ընտրեք կլինի խաղաղություն։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց քայլերով, իրենց գործողություններով այս մարդիկ ուղղակի Հայաստանում սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Եվ սա ուղղակի խոսքեր չեն, սա ակնհայտ է։ Եվ ամենահետաքրքիրը, ասում են խաղաղություն ենք բերել, բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, շատ քիչ, շատ պետք չի շատ խորանալ։ Հասկանում ես, որ ընդամենը իրենց կառավարման ընթացքում բերել են պատերազմ, այնուհետև պարտություն, այնուհետև նվաստացում եւ անդադար զիջումներ, 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 զիջումներ։ Եվ այս պարագայում այլ պետությունը, որը քո դեմ է տրամադրված, ինչի պետք է սկսի պատերազմ, եթե դու առանց պատերազմել բոլոր իր կմաճույքները կատարում ես։ Իհարկե նա երբեք չի սկսելու այդ պատերազմը։ Եվ ուստի այս խաղաղությունը խաղաղություն չէ, սա պատերազմի բացակայություն է միջև այն կետը, որ այս պետությունը այլևս էլ պահանջելիք չի ունենա։ Եվ նոր պահանջը, որը դու չկատարես հանկարծ, կբերի ցավոք սրտի հենց այն պատերազմի, որի մասին անընդհատ խոսում է գործող իշխանությունը։ Մի քաղաքական ուժ ասում է, ես ամեն ինչ կարող եմ լուծել։ Նրանց ղեկավարը ասում է, ես այն միակ տղամարդն է, որը կարող է Հայաստանը այս վիճակից հանել։ Բայց որ մի փոքր ուշադիր նայում ես, մի քիչ հետ ես նայում, տեսնում ես, որ հենց ինքը այն մարդկանցից մեկն է, որ Հայաստանը հենց այս վիճակի մեջ գցել է։ Մեկն էլ ասում է, ես աշխատատեղեր կստեղծեմ, տեղերը էժան կլինեն, ժողովուրդը լավ կապրի, բարեկեցիկ կյանք կլինի։ Լավ բաներ է ասում, իսկապես, ինչ վատ բան է ասում։ Ու սա անում եմ իսեր Հայաստանի։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, որ խոսքը Հայաստանի մասին չէ, ցավոք սրտի, այնտեղ կա մի ուրիշ մեծ սեր, ընդլայնված սեր, եւ ցավոք սրտի նաեւ մեծ կախվածություն։ Մեկն էլ ասում է, Նոյան տապան եմ ձեր համար կառուցել, ժողովուրդ, քաղաքական նոյան տապան, եկեք բոլորը զույգերով, համեցեք, միասնություն է լինելու, ժողովրդի համար, ժողովրդի հետ, բարեկեցություն, կբարգավաճենք։ Բայց որ մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ ինչ ժողովուրդ, ինչ միասնություն, միայն սեփական շահերի սպասարկում հենց ժողովրդի հաշվին։ Իհարկե, այս ամենը բելարուսական սոուսով։ Մեկն էլ ասում է, ես Եվրոպամետ եմ, Եվրոպան իմ կյանքն է, իմ աշխարհն է, բայց մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ այդ մարդը ընդամենը տարիներ առաջ երդվում էր այլ պետության անունով եւ ինքն է ստեղծողը գույքը պարկի դիմաց հասկացողության, ինքը անգամ գովում էր իրեն դրա այդ ամեն ինչը ստեղծելու համար։ Բայց այսօր ինչն է հետարքիր, որ այս Եվրոպամետ մեր ընկերը, որի թաղապետերը հենց թաղապետան մարդ են ծեծում լրագրողների առաջ, այս Եվրոպամետ ուժը այսօր ուղղակի ԿՊ-ի շատ էժանագին պատձելկանա։ Կան քաղաքական ուժեր, որոշ,
որոնք ասում են, դե մենք ճիշտ ասած ոչ մի վատ բան չենք արել, նոր ենք մտնում քաղաքական ուժ, վարժ հայերեն արագ խոսում են, որ մտքեր են արտահայտում, ու ասում են ամենակարևորը որ մենք ոչ մի վատ բան չենք արել, ընտրեք մեզ, որովհետև լավ է լինելու։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, հա իրոք, որ ոչ մի վատ բան չեն արել։ Բայց մի քիչ ես ուշադիր նայում, տեսնում ես, որ ընդհանրապես ոչ մի բան չեն արել։ Լավ, որ էին այդ մարդիկ, այս 20 տարվա ընթացքում, երբ որ մենք կռիվ էինք տալիս փողոցներում, ջրվում էինք, պայքարում էինք, ծեծ էինք ուտում, կարծում նստած հերոստատուսի դիմաց նայում են եւ որոշում են, որ այսօրը կգա եւ իրենք արդեն հանգիստ կարող են մասնակցել ընտրությունների որպես թարմ ուժեր։ Հիմա կասեք, բոլորի մասին ինչ որ բան ասեցիր, անուն կծրեցիր, բայց ձեր մասին ինչ կասես։ Եվ շատ ճիշտ կասեք, բայց այստեղ կարևորը որ ես ամենևին էլ նպատակ չունեի այլ քաղաքական ուժերի վատաբանելու։ Սա շատ կարևոր է։ Ես ընդամենը արձանագրեցի փաստերը, ճշմարտությունը, որը գիտեն բոլորը, մեր ժողովուրդը, եւ Հայաստանում ապրող եւ անգամ Հայաստանից դուրս։ Եվ այո, եկել է ճշմարտության պահը։ Եկել է ճշմարտությունը ասելու պահը, որովհետեւ դիմաց ընտրություններ են եւ մեր ժողովուրդը պետք է իմանա այդ ճշմարտությունը, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Իսկ ճշմարտությունը հետեւյալն է, հարգելիներս։ Եվ դա արդեն շատ վաղուց մեր ժողովուրդը խոսում է, որ մեր պետությանը, մեր ժողովրդին պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, նոր ուժ, որը կփոխի պետական կառավարումը, որը կփոխի այս քաղաքական դաշտը, որը ի վերջո ոտքի կկանգնեցնի Հայաստանը։ Նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու։ Եվ այդ նոր ուժը, հարգելիներս,